480-ական թվականներին, երբ Դվին է տեղափոխվում փաստորեն կաթողիկոս Արանը, նույնիսկ դրանից հետո մենք տեսնում ենք դարեր շարունակ, որ Սուրբ Էջմիածինը չի կորցնում իր կարևոր նշանակությունը։ Այստեղ իհարկե առանձնահատուկ պետք է շեշտել նրա մասին գաղափարաբանությունը, որ դրվում է 13-րդ դարի վերջին Ստեփանոս Օրբելյանի կողմից։ Սյունյաց այդ ժամանակաշրջանի Օրբելյան իշխանական ընտանիքի ներկայացուցիչը վարում էր Սյունիքի միտրոպոլիտի պաշտոնը 13-րդ դարի վերջից մինչև 14-րդ դարի սկիզբ, եւ նա դառնում է մի շատ հետաքրքիր նոր գաղափարախոսական ուղղության հիմնադիր։ Ստեփանոս Օրբելյանը շատ հետաքրքիր անհատականություն է։ Մեկ անձի մեջ միավորված են աշխարհիկ իշխանը եւ բարձրաստիճան հոգեորական արքեպիսկոպոս միտրոպոլիտ եւ Սյունյաց Օրբելյան իշխանական ընտանիքի ներկայացուցիչ։ Այս անձնավորությունը առաջ է քաշում հետաքրքիր գաղափար։ Փաստորեն Հայաստանը մի կողմից այդ մողոլական տերության, իշխանության համակարգի մեջ է, մյուս կողմից Կիլիկյան Հայաստանում ընթանում են հետաքրքիր գործընթացներ, ընդ որում վատ ուղղությամբ, բանն այն է, որ այստեղ 1292 թվականին, երբ խաչակրած վերջին փշրանքները գրավել էին Եգիպտոսի մամլուքները, նրանք հարձակվում են նաև Կիլիկյան Հայաստանի վրա եւ 1292 թվականին գրավում են այն ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Հռոմկլան։ Եվ կաթողիկոսարանի գրավումից եւ հոգեորականների գերեվարումից հետո ստիպված է լինում կաթողիկոսական աթոռը Կիլիկյան Հայաստանի աշխարհիկ նաեւ առաջնորդների միջամտությամբ տեղափոխել բնականաբար այդ ժամանակ Սիս մայրաքաղաք, Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաքը։ Սրանից հետո արդեն ակնհայտ էր, որ նոր ինչ-որ միջավայր է ձևավորվում Կիլիկիայի շուրջ եւ ահա այս պայմաններում այս ամենին արձագանքում է Ստեփանոս Օրբելյանը հետաքրքիր նոր գաղափարաբանությամբ։ Նա առաջ է քաշում հետաքրքիր այսպիսի մի գաղափար, որ եթե Սուրբ Էջմիածին վերադառնա կաթողիկոսական նստավայրը, դա դառնալու է սկիզբ հայոց հոգևոր կյանքի նորոգության եւ ասում է, որ եթե նորոգվի կաթողիկոսական աթոռը այստեղ, ապա հենց այստեղ էլ հետագայում նորոգվելու է հայոց թագավորությունը։ Սա շատ հետաքրքիր գաղափար է եւ եթե մենք շատ խորանանք այն իրադարձությունների մեջ, որ հետագայում են տեղի ունենում, մեծ հաշվով այս նշանավոր մտավորականը չէր սխալվում, որովհետեւ հենց այստեղ Հայաստանի արևելյան մասում է դարեր անց վերականգնվում հայոց պետականությունը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։